Բարի լույս և օրհնյալ օր եմ մաղթում բոլորիդ, սիրելիներս, ես շատ ուրախ եմ ձեզ դիմավորել մեր խոհանոցում և ցուցադրել ձեզ, թե ինչ եմ այսօր պատրաստելու, կպատրաստեմ սիրով, ցույց կտամ սիրով։ Այսօրվա ապուրի բաղադրիչներն են կարմիր պղպեղ աղացած, չորացրած ցիտրոն ռեհան, տոմատի մածուկ, իմ պատրաստած լեչոյից, կարտոֆիլը նախօրոք լվացել եմ, կեղևները մաքրել եմ, ձավարը նույնպես լվացած, մաքրած, մանրացրել եմ սոխը գլուխ և մանրացրել եմ կանաչին, սիրելիներս, սա էլ ապուրի բաղադրիչները, հիմա տեսեք ձեզ ինչ եմ ցույց տալի, գնել ենք Viber-ից, շատ հարմար է, մի կողմում գդալն ենք դնում, մի կողմում էլ այսպես կաթսայի տապակի խուփը, շատ հարմար է, ցանկացողներին արտիկուլը կարող եմ ուղարկել։ Սիրելիներս, հիմա կաթսայի մեջ դրել եմ մի կտոր կարագ, որ սոխառած անեմ, դուք կարող եք բուսայուղով անել, մի փոքր քիչ եմ դրել, որտև այսօրվա ապուրը պատրաստելու եմ տոլմայի խճողակից։ Հիմա ավելացնում եմ սոխը, որպեսզի տապակեմ։ Սիրելիներս, բոլորս էլ տոլման պատրաստել վերջացնելուց, եթե ավելանում է խճողակը, պատրաստում են կոլոլակով ապուր։ Ես էլ ձեզանից մեկն եմ, ավելացել էր, հիմա պատրաստում եմ մի համեղ կոլոլակով, բայց ասեմ ձավարով եմ պատրաստելու։ Միսը կոլոլակի դրել եմ խալաջելնիկը, թող հետո պատրաստելու ընթացքում կհանեմ։ Հիմա ավելացնում եմ սոխը արդեն դարձել էր կարմրավուն, պղպեղը, տոմատը կխառնեմ, այսպես թող իրար խառնվեն, ցիտրոնը կլցնեմ ռեհանի հետ չորացրած և կարմիր պղպեղ մանրացրած, սառցախցիկից եմ հանել մի փոքր, սա բավական է, չէ որ լեչոյի մեջ էլ կար։ Հիմա այսպես կխառնեմ իրար, դառնան հավասար զանգված, մի փոքր ջուր կավելացնեմ, որպեսզի չվառվի մեր սոխառածը և մարմանդ կրակով այսպես կթողնեմ մի փոքր եռա, խառնվեն իրար։ Արդեն սկսեց եռալ, լավ հավասարաչափ են բոլոր բաղադրիչները, խառնվել են, կավելացնեմ լեչոն։ Նորից կխառնեմ, սիրելի հետևորդներ ջան, շատ հարմար է այս պաստավկան, որ խուփը դնում ենք, այդ ժամանակ չգիտենք որտեղ դնենք։ Մինչև լեչոն էլ կեռա, ես կմանրացնեմ կարտոֆիլը։ Ոչ խոշոր, ոչ մանր, սովորական ապուրը, ինչպես ենք պատրաստում, այդպես էլ սիրելիներս ես կտրատում եմ։ Դուք ինչպես կցանկանաք, դուք որոշեք, ինչ չափի եք ուզում կարտոֆիլը կտրտել։ Հիմա կարտոֆիլն էլ կտրտեմ, կլցնեմ լեչոյի, տոմատի և պղպեղի վրա։ Ասեմ, որ ամեն մեկս մեր ձևով ենք պատրաստում, ես էլ պատրաստում եմ իմ պատրաստման եղանակով, ձեզ ցույց եմ տալիս, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա կտրտած կարտոֆիլը կավելացնեմ սոխառածին։ Կավելացնեմ նաև ձավարը նախօրոք մի քիչ թրջել էի, հետո լվացել, ջրքամել եմ։ Մի հատ խառնեմ իրար և կավելացնեմ ջուրը։ Ավելացնելու եմ ոչ թե տաք ջուր, այլ սառը ջուր։ Չայնիկի միջինը սառը ջուր է։ Սա քիչ է, մի քիչ էլ բերեմ ավելացնեմ։
կխառնեմ, բերանը ծածկեմ, թող կարտոֆիլն ու ձավարը եփվեն։ Հիմա միսը սառնարանից հանել եմ, ասեմ, որ խճողակը բրինձով է, կոլոլակի տեսք եմ տալիս, բայց ապուրի մեջ ձավար եմ լցրել։ Այդպես էլ է շատ համով փորձեք։ Այսպես շարիկներ կանեմ, կոլոլակի կլոր ձև կտամ եւ արդեն եփած կարտոֆիլին ձավարին կավելացնեմ։ Արդեն պատրաստ են կոլոլակները, պետք է ավելացնեմ ապուրին կոլոլակները պատրաստած։ Ապուրը դեռ պատրաստ չի, բայց անուշ բույր է գալիս։ Հիմա կավելացնեմ կոլոլակները։ Տեսնում եք, շատ լավ ստացվեց, ոչ ձեռքերս թռչեցի, ջոր վիճակում էլ կոլոլակները շատ լավ ընտիր ստացվեց։ Անգամ տախտակի վրա ոչ մի գրամ ջրի հետ չկա։ Արդեն բավականին ժամանակ եփում է, հիմա կտեսնենք միասին։ Տեսնում եք, ինչ կոլոլակները կլոր, գեղեցիկ, սիրուն մնացել են ապուրի մեջ։ Հիմա համնել տեսնեմ աղին ու ալանին։ Փոքր պետք է ավելացնեմ աղ։ Համարյա ապուրը պատրաստ է։ Թարմը կանաչին էլ ավելացնեմ, մի 10 րոպեից արդեն կանջատեմ, պատրաստ կլինի մեր ձավարով համեղ անուշ ապուրը։ Սիրելիներս, արդեն վերջ պատրաստ է տոլմայի խճողակով, կոլոլակով համեղ ապուրը։ Հիմա լցնեմ ափսեն, տեսնում եք կոլոլակները շատ լավ ընտիր ստացվեց։ Ամեն ինչը տեղն է, եփված, միսը կտրում եմ եւ ցույց տամ կոլոլակը։ Եփված է, ասեմ, որ համ ձավարն է համեղ, համ էլ բրինձը մսի մեջ, երկուս իրար հետ ստացվեց շատ համեղ ապուր։ Պատրաստեք, կհամոզվեք սիրելիներս։ Սիրելի հետևորդներ ջան, միշտ ճաշը պատրաստեցի, վերջացրեցի, արդեն պատվերն էլ եկավ։ Հարսս պատվիրել էր Օզոնից 2 փոշեկուլ։ Սա առաջինն է լվացող, մաքրող, չորացնող ռոբոտ փոշեկուլը։ Հիմա մասերը, դետալներն է հանում, որ հավաքի։ Հարսս էլ հավաքում է։ Սա այն դետալն է, որտեղ պետք է մաքրելուց հետո փոշեկուլը դնենք, որպեսզի լիցքավորվի փոշեկուլը։ Իսկ սա փոշեկուլն է,
ավելի հեշտացնում է մեր գործը, ճիշտ էլ անում է մեր ժամանակներում, ինչքան դժվարություններ էինք կրում, ճիշտ է, կար, հիշում եք փոշեկուլ, բայց մեր օրոք ուրիշ փոշեկուլներ էր, այսպեսի լավ զարգացած ռոբոտ փոշեկուլներ ուր էր, ավելի լավ, ես էլ եմ ուրախանում, որ գնում են, մեր գործը ավելի հեշտացնում են, սա էլ բռնիչն է, որ բռնես և մաքրես, բոլորը ինքն է հավաքում։ Այս փոշեկուլը շատ դետալներ չունի, ասեմ, որ ինքը լվանում, մաքրում, չորացնում, կեղտոտ ջուրը մի կողմ է լցնում, մի խոսքով զտում է, այստեղ ջուրն է լցնում, մաքուր, բավականին է ջուր է տանում, միացրեց, հիմա կդնի, իրեն հարմարացրեց տեղը և դրած է արդեն լիցքավորվեց, հիմա Մարինեն արդեն լավ մաքրում է, համ ավլում է, համ լվանում, սիրելիներս, համ խոսում, մի խոսքով շատ հարմար է, շատ ուրախ եմ, կօգտագործենք, Աստված օրհնի Հարսիս, որդուս և օրհնի բոլորիդ, սիրելիներս, թող բոլորի ընտանիքներում լավ լուրեր լինեն և լավ կենցաղ ունենաք, իմ լավ բարեկամներ, սա ցույց կտամ, հիմա երկրորդն էլ ցույց կտամ, թե դա ինչ գործողություն է անում, սա էլ սիրելիներս երկրորդ փոշեկուլն է Հարսս բացում, սա էլ լվանում է, չորացնում է, բայց գորգերի համար է, փափուկ կահույքի համար, դիվանների գլուխները մաքրելու, դիվանիները, բազկաթոռները, դիվանի տակի փոշիները մաքրելու, բոլոր դետալները կա, որ հանես, խոսքի դնես այն դետալը, որը պետք է փափուկ կահույքը մաքրի, հանես դնես այն դետալը, որ փոշիները հավաքի, հիմա բոլոր մասերը հանում է, որպեսզի արդեն հավաքի փոշեկուլը, շատ ուրախ եմ սիրելիներս, որ գնում է և իր հոգսն է թեթևացնում և իմ հոգսերը մաքրելու առումով եմ ասում, արդեն հավաքեց, վերջացրեց, հիմա էլ փորձարկում է, սիրելի հետևորդներ ջան, շատ լավ մաքրում է ասեմ, շատ, բոլոր ամենաչնչին փոշին էլ հավաքում է, տեսնում եք, բազկաթոռի տակ մեր հեշտությամբ մտնում է, փոշիները հավաքում է, Երեկոյան ժամ է, Ալլաս իր ընտանիքով մեզ հյուր է եկել, տեսնում եք Ալլան ինչ մեծ բաժակով է սուրճ խմում, ասում է առավոտյան և երեկոյան սուրճը խմում է մեծ բաժակով, սիրելիներս շատ ուրախացա, կնստենք, կզրուցենք և ձեզ բարևներ ենք ուղարկում, համբույրներ ենք ուղարկում, մեզ շատ սիրելի բաժանորդներ ջան, թող ձեր սեղանները առատ լինեն, սրտներդ, հոգիներդ ուրախ լինի, սիրեք, սիրված լինեք և գնահատված, այսքանով ավարտում եմ սիրելիներս,
Տեսնում եք, կոնֆետով եմ այսօր սուրճս խմելու, այսքանով ավարտում եմ այս գեղեցիկ համեղ հոլովակը, ձեզ մաղթելով եղեք առողջ, երջանիկ, ուրախ, զվարթ, գեղեցիկ, ցտեսություն, մինչ նոր հոլովակ։